Հարգելի պարոն Բաքոյան, հարգելի գործընկերներ, բարև ձեզ։ Ըստ էության ասելիքը շատ է, բայց ես կփորձեմ շատ ամփոփ ձևաչափով ընդհանուր պատկերը ներկայացնել, մնացյալը երևի թե արդեն հարցադրումների միջոցով հնարավորություն կունենանք ավելի մանրամասն քննարկելու։ Նախ ուզում եմ նշել առաջին հերթին մի քանի վիճակագրական տվյալներ եւ խոսել ընդհանուր զարգացումների մասին։ Հատուկ արձանագրեմ, որ մարդու իրավունքների պաշտպանին ուղղվող դիմում բողոքների թիվը տարեցտարի բավականին աճել է եւ միայն եթե 2025 թվականին ստացված դիմում բողոքների թիվը համեմատենք դրա նախորդ տարի ստացված դիմում բողոքների թվի հետ, ապա պատկերը հետևյալն է. 24 թվականին 19781 դիմում բողոք է ստացվել, ընդ որում խոսքը թե բանավոր, թե գրավոր դիմում բողոքների մասին է, մինչդեռ 2025 թվականին թիվը եղել է արդեն 22655, ինչը մոտավորապես 2900-ով ավելին է, քան նախորդ տարի ստացված դիմում բողոքների թիվն է։ Սա իհարկե տարբեր հանգամանքների մասին է խոսում, դրա վերաբերյալ կարելի է երկար քննարկումներ անել, բայց կուզենամ մի քանի այլ վիճակագրական տվյալներ ներկայացնել, նոր ավելի որակական ձևաչափի արձանագրումներ անել։ Նախորդ տարի 333 այց ենք իրականացրել, որը 71-ով ավելին է եղել, քան դրան նախորդող տարվա կտրվածքով, եւ այցերի դիտանկյունից դարձյալ բավականին շատ են եղել զարգացումները։ Նախ նշեմ, որ հատկապես կարևոր է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հարցերի տեսանկյունից մշտադիտարկման այցերի բավականին մեծ քանակը, օրինակ միայն մոտավորապես շուրջ 3 տասնյակ ֆիզիկական միջավայրի մատչելիությունը գնահատելու նպատակով այց ենք իրականացրել, մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ընդհանուր գործունեության ժամանակահատվածում այսպիսի այցեր գրեթե չեն իրականացվել, եւ այս առումով մեր հիմնական զարգացումը նաև այն է, որ հաշմանդամություն ունեցող անձինք են մեր հաստատության կողմից արդեն ներգրավվել այցերին, այցեր ենք ունեցել թե տարբեր ուսումնական հաստատություններ, թե ընտրությունների ժամանակահատվածում տեղամասային կենտրոններ, դարձյալ կրկնեմ հենց հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմամբ։ Ուզում եմ նշել, որ սովորաբար վիճակագրական տեսանկյունից դիմում բողոքների թիվը տարբեր մարմինների կտրվածքով տարիների առումով այսպես համանման է լինում, նախորդ տարի հաջորդ տարվան համանման է լինում, ի նկատի ունեմ հենց կոնկրետ միայն թվի տեսանկյունից, օրինակ կարող է մի մարմնի առումով նախորդ տարի ստացած լինենք 267, այս տարի 301, բայց մենք այս տարի ունենք մարմիններ, որոնց առնչությամբ շեշտակի է եղել դիմում բողոքների թվի ավելացումը, մասնավորապես կրթության գիտության նախարարությունը եւ Երևանի քաղաքապետարանը, տարբերությունը անկեղծ բավականին մեծ է, որովհետեւ եթե օրինակ 2024 թվականին կրթության նախարարության մասով ստացել ենք 189 դիմում բողոք, ապա 2025-ին ստացել ենք 910 դիմում բողոք ու թվի տարբերությունը չափազանց մեծ է եւ սրա մասով եւս փորձել ենք որոշակի վերլուծություններ իրականացնել։ Երևանի քաղաքապետարանի մասով 24 թվականին եղել է 357 դիմում բողոք, 2025-ին արդեն եղել է 919 դիմում բողոք, դարձյալ սա էլ ի տարբերություն մնացած մարմինների շեշտակի աճի վերաբերյալ է ըստ էության պատկերը։ Ուզում եմ հատուկ նշել, որ թեև մենք լիազորություն չունենք դատարանների գործունեության հետ կապված որևէ այսպես միջամտություն եւ համանման այլ գործիք գործադրելու, բայց արձանագրման է ենթակա այն հանգամանքը, որ չնայած նաև իմ կողմից եւ աշխատակազմի կողմից անընդհատ իրականացվող իրազեկումներին, մենք նաև շատ մեծ թվով բողոքներ ենք ստանում հենց դատական իշխանության մարմինների գործունեության հետ կապված, ու այստեղ էլ իհարկե նույն շեշտակի աճը չի, բայց ելի աճ ենք ունեցել, մասնավորապես 2024 թվականի 240 դիմում բողոքի համեմատությամբ 25 թվականին 382 դիմում բողոք ենք ունեցել, դարձյալ սա այն պայմաններում, երբ մենք անընդհատ ենք իրազեկում, որ դատական իշխանության մարմինների հետ կապված լիազորություններ չենք իրականացնում, եւ նկատի ունենալով այս մեծ թիվը նաեւ այս պայմաններում բողոքների փորձել ենք ինչ-որ առումով որակական վերլուծություններ անել, դարձյալ որևէ կերպ չմիջամտելով դատարանների գործունեությանը, ու պատկերն այն է, որ
Դատական պրակտիկայի հետ կապված, այսպես ընդհանուր, երբ փորձում ենք վերլուծություն իրականացնել, կան ոլորտներ, որտեղ միանշանակ մարդու իրավունքների առումով խնդիրներ մենք էլ ենք տեսնում, բայց այս ամենը կոմունիկացնում ենք շատ էթիկապես այնպիսի ձևաչափով, որպեսզի որևէ տեսանկյունից խնդիր չձևավորվի դատական իշխանության անկախության հետ կապված, բայց օրինակ ոլորտներ կալանքի կիրառման հետ կապված հարցերը կամ օրինակ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ կապված տարբեր հարցեր, ոչ հոժարական հոսպիտալացում եւ այլն, այստեղ ակնհայտ է, որ նաեւ դատական պրակտիկայի առումով լուրջ փոփոխությունների եւ զարգացման կարիք կա, բայց սրա վերաբերյալ կարող ենք շատ ավելի լայն հետագայում քննարկումներ անել։ Եթե դարձյալ թվային տվյալներին անդրադառնամ, ապա պետք է նշեմ, որ ի տարբերություն մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության նախորդ տարիների ու ժամանակահատվածների 2025 թվականին մենք շատ բարձր ցուցանիշ ենք ունեցել մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները տարբեր պետական մարմինների կողմից կատարելու առումով, որովհետև 2025 թվականին մենք կատարված կամ մասնակի կատարված ենք դիտարկել կատարված առաջարկությունների 72%-ը, այսինքն 28%-ն է, որ կատարված չի եղել մեր տիպի պետությունների համար եւ նաեւ ինչու՞ չէ, հենց եթե համեմատենք նախորդ ժամանակահատվածները եւ այժմ, սա բավականին բարձր ցուցանիշ է, իսկ խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի դիտանկյունից մարդու իրավունքների պաշտպանի կատարած առաջարկությունների տեսանկյունից կատարված կամ մասնակի կատարված է համարվել առաջարկների 68.4%-ը, իսկ 30.6%-ը կատարված չէ։ Սա նաև մենք մի փոքր փորձել ենք վերլուծել, իրականում կախված է եղել տարբեր մարմինների արձագանքողականության բարձրացումից, օրինակ արդարադատության նախարարության, ներքին գործերի նախարարության, որովհետև բացի մնացյալ այլ հանգամանքներից բավականին մեծ թվով իրավական ակտերի նախագծեր են մշակվել, դատախազությունը քննչական մարմիններն են բավականին արձագանքողական եղել պաշտպանության նախարարությունը եւ այլն, հիմա այսպես շատ մարմինները չթվարկեմ ու մեծ տարբերություններ կան նաեւ մարմինների արձագանքողականության առումով, որովհետեւ մարմիններ կան, որ շատ արձագանքողական են եւ հենց իրենք են ապահովել բոլոր պետական մարմինների համատեքստում այս բարձր ցուցանիշը ի տարբերություն այլ մարմինների, որոնց հետ կապված բավականին երկար է, լինում առաջարկների կատարման հետ կապված քննարկումը։ Ես կուզենամ մի քանի բովանդակային հարցի էլ անդրադառնալ ու այսպես շատ ամփոփ տեսքով ու դրանից հետո կարող ենք անցնել, կարծում եմ, ավելի հարցադրումների տեսքով տարեկան հաղորդման հետ կապված հարցերի քննարկմանը։ Ուզում եմ նշել, որ 2025 թվականի մարդու իրավունքներին առնչվող խնդիրների համատեքստում առաջին անգամ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման շրջանակներում անդրադարձ է կատարվել մեծ ծավալով կրոնական ազատությունների հետ կապված հարցին, որովհետև տարեկան հաղորդումը երբևէ այդպիսի ծավալով չի ունեցել կրոնական ազատությունների հետ կապված հարցին անդրադարձ, մասնավորապես խոսքը եղել է ինչպես կրոնական փոքրամասնությունների, այնպես էլ հայ առաքելական եկեղեցու հետ կապված հարցերին առնչվող տարբեր հարցադրումների քննարկման համատեքստում հատուկ արձանագրել ենք, որ գրեթե բոլոր կրոնական կազմակերպությունների եւ ներկայացուցիչների առումով նախորդ տարի բավականին բարձր ատելության, թիրախավորող խոսքի տարբեր դրսևորումներ են արկա եղել, հատուկ շեշտադրել ենք կրոնական կազմակերպությունների ինքնավարության նկատմամբ հարգանքի եւ ինքնավարության հետ կապված խնդիրները նախորդ տարվա համատեքստում եւ այլն, եթե հարցեր լինեն ուրախ կլինեմ ավելի մանրամասն հարցերին պատասխանել, պարզապես հիմա հնարավորություն չունեմ ժամանակի սղությունը հաշվի առնելով բոլոր հարցերին ավելի մանրամասն անդրադառնալ։ Քրեական վարույթի շրջանակներում մարդու իրավունքների երաշխիքների հետ կապված հարցերն են մեր ուշադրության կենտրոնում, ինչպես միշտ այս քննարկման շրջանակներում կուզենամ հատուկ ընդգծել անմեղության կանխավարկածի հետ կապված խնդիրների անդրադարձը, որը նախորդ տարի թե հրապարակային հայտարարությունների, թե մնացյալ այլ համատեքստերում հատուկ քննարկման առարկա է եղել։ Կալանքի առումով շատ եմ խոսել հրապարակային եղանակով այս հարցի մասին, հիմա էլ պետք է նշեմ, որ շատ խնդրահարույց է մնում Հայաստանում կալանքի կիրառման պրակտիկան եւ այս առումով մեր կողմից դարձյալ բազմաթիվ են արձանագրվող խնդիրները, իհարկե չանդրադառնալով կոնկրետ անհատական դեպքերով դատական ակտերին, այնուամենայնիվ ես պետք է նշեմ, որ այս խնդրի դիտանկյունից պետությունը միանշանակ պետք է շատ լուրջ գործիքներ եւ կառուցակարգեր կիրառի ու ի վերջո լուծի այն խնդիրը, որը տարիների կտրվածքով կուտակվել է եւ այդպես էլ չի
հաղթահարվում, այսինքն եթե հետ նայենք շատ երկար տարիներ առաջ եւ հիմա, սա երևի միակ ոլորտներից է, որտեղ խնդիրը գրեթե նույն տրամաբանությամբ շարունակվում է։ Իհարկե բողոքներ են ունեցել նաև քրեական վարույթներով, ձգձգումների, տարբեր օբյեկտիվ քննության հարցերի եւ այլնի հետ կապված, բայց կուզենամ հատուկ անդրադառնալ, որ այս տարվա կտրվածքով գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանությունն է մեր հատուկ ուշադրության կենտրոնում, սա մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից է այս տարի եւ այս համատեքստում մի շարք բողոքներ ենք ստացել տարբեր գործարարության, ոլորտում գործունեություն իրականացնող տարբեր կազմակերպություններում կլինեն դրանք հանրային սննդի օբյեկտներ կամ մի շարք այլ կազմակերպություններ, օրինակ տարբեր քրեական վարույթների համատեքստում օրինակ, կապարակնքելու, տարբեր քննչական գործողություններ կատարելու կոնտեքստում ընդհանրապես գործունեությամբ զբաղվելու հնարավորություն երկար ժամանակահատվածում չունենալու հանգամանքին, իհարկե շատ կարևոր է ընդգծել, որ այո, քննչական մարմինները պետք է հնարավորություն ունենան պատշաճ քննություն իրականացնել քրեական վարույթներով, բայց այստեղ պետք է նաև ճիշտ հավասարակշռություն ապահովել, այդ թվում գործարար ոլորտում գործունեություն իրականացնող անձանց իրավունքների տեսանկյունից։ Քրեական պատասխանատվության հարցերի առումով մշտապես եմ իհարկե խոսել նախորդ տարի, հիմա էլ ասեմ, հատկապես խոսքի ազատության խախտման սահմանների խախտման համար քրեական պատասխանատվության գործիքների կիրառման առումով, այստեղ մի քանի մտահոգություններ ես անձամբ որպես մարդու իրավունքների պաշտպան ունեմ, որովհետև մի շարք են դեպքերը, երբ այո ակնհայտ է, որ խոսքի ազատության սահմանները, իրավաչափ սահմանները խախտվել են, բայց բազմաթիվ հարցեր է առաջացնում այն հանգամանքը, թե արդյոք այդ խախտման համար ընդհանրապես կարող է կիրառվել քրեական պատասխանատվություն, թե ոչ, որովհետև բոլորիս է հայտնի, որ քրեական պատասխանատվությունը խոսքի ազատության սահմանների խախտման համար բացառապես ամենամեծ հանրային վտանգավորություն ունեցող դեպքերում կարող է կիրառվել։ Հետևաբար այս առումով մի շարք դեպքերում նաև հայցողական արդարադատության տպավորություն է ստեղծվում ու այս խնդրին միանշանակ պետք է շատ մեծ ուշադրություն դարձնել, հատկապես կարևոր են սոցիալ-տնտեսական իրավունքների տեսանկյունից հատուկ շեշտադրեմ աշխատանքային իրավունքների ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները, այս ոլորտը կարծում եմ Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ բարեփոխման ենթակա ոլորտներից է, որովհետև սկսած աշխատանքի անվտանգ եւ առողջության միջավայրի պայմաններից մինչեւ աշխատանքային իրավունքներին առնչվող այլ հարցեր, օրինակ արտաժամյա աշխատանք, դրա հետ կապված սահմանափակումների պահպանում կամ գործադուլի իրավունք, որը ըստ էության կարծես Հայաստանում այնպիսի կարգավորումների է ենթարկված, որ ուղղակի անհնար է իրավաչափ եղանակով պատշաճ գործադուլ կազմակերպել եւ իրականացնել, սա կարծում եմ պետք է դարձյալ լինի ուշադրության կենտրոնում, սա եւս մեր այս տարվա գործունեության կարևոր ուղղություններից է, նախկինում էլ է եղել, բայց այս տարի հատկապես սրան ուշադրություն ենք դարձնում այս ոլորտին։ Շատ կարևոր է երեխաների իրավունքների մասով հատկապես այս ոլորտին առնչվող զգայունության առկայության հարցը, որը ցավոք նույնիսկ բազմաթիվ դեպքերում հենց մասնագիտական համայնքների կողմից է խախտվում եւ ոլորտին միանշանակ պետք է շատ կարևոր ուշադրություն դարձնել։ Մեր նախորդ տարվա հենց կրթության նախարարության դեմ ստացված բողոքների շատ մեծ թիվ վերաբերել է մի խնդրի, որի հետ կապված ես նաեւ խախտման որոշում եմ կայացրել, իհարկե անհատական դեպքով, բայց համակարգային վիճակը նկատի ունենալով, մասնավորապես օրենքով սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ներգրավող երեխաների հետ կապված, որովհետև իրենք հիմա ներգրավում են հանրակրթության մեջ, եթե այսպես շատ պատկերավոր բառերով ասեմ, ոչ թե օրենքի ձևակերպումներով, որպեսզի քաղաքացիներին էլ հասկանալի լինի, ըստ իրենց տարիքի, օրինակ գնաց դպրոց 7 տարեկանում, միանգամից իրեն երկրորդ դասարան են տանում եւ ոչ միայն մեզ ուղղվող բողոքներն են բազմաթիվ եղել եւ խնդիրները համակարգային, նաեւ մեր մշտադիտարկման այցերն են ցույց տվել, որ այս առումով ահռելի ծավալի խնդիրներ կան։ Իհարկե հիմա կարծես թե հանրային քննարկման մի նախագիծ էր դրված, շատ կարեւորում եմ նաեւ պետական մարմինների հետ համագործակցությունը, բայց ես կարծում եմ, որ այս փուլում դեռևս այս խնդիրը լուծված չէ եւ միանշանակ այն պահանջում է շատ լուրջ ոչ թե ուղակի ուսումնասիրություն, որովհետեւ ուսումնասիրություն արդեն արված է, այլ ռեալ լուծումներ, որովհետեւ այդքան մեծ քանակությամբ քաղաքացիների բողոքները, մեր մշտադիտարկման արդյունքները իրապես ինչ-որ մի բանի մասին խոսում են եւ խոսում են համակարգային խնդիրների առկայության մասին։
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասով մշտապես եմ խոսում, բայց հիմա կուզենամ հատուկ շեշտադրել զբաղվածության հետ կապված հարցը, թեև պետությունը այսպես ընդհանուր զբաղվածության երաշխավորման որոշ ծրագրեր ունի, բայց ես կարծում եմ, որ դրանք ընդհանրապես արդյունավետ չեն եւ հաշմանդամություն ունեցող անձանց շատ փոքր թիվ է ռեալ ներգրավում տարբեր աշխատանքային գործունեության շրջանակներում եւ ես կարծում եմ, որ այստեղ եւս անհրաժեշտ են շատ լուրջ հայեցակարգային լուծումներ։ Շատ կարևոր է նաեւ ոլորտի առնչությամբ պետական մարմինների մոտ պատշաճ գիտելիքների ձևավորումը, որովհետեւ օրինակ ես ամենասկզբում նշեցի մեր մշտադիտարկման այցերի մասին։ Մեր մշտադիտարկման այցերի մեծ մասը իրականացվել է նոր կառուցված, վերակառուցված կամ հիմնանորոգված ուսումնական հաստատություններ եւ թեև առաջին հայացքից ֆիզիկական միջավայրի մատչելիությունը փորձել են պահպանել ընդհանրապես թեքահարթակ կառուցելով, այն էլ ուղղակի մուտքի հատվածում, բայց իրականում անկախ այս հանգամանքից մատչելիությունը փաստացի չի երաշխավորվել, որովհետեւ օրինակ մուտքի հատվածում եղել է թեքահարթակ, բայց մտնում ես անմիջապես շենք, օրինակ դասասենյակ պիտի իջնես մյուս հարկ կամ բարձրանաս, բայց այդտեղ չկա օրինակ վերելակ կամ մնացյալ այլ հանգամանքների երաշխավորումը շատ մանրամասն չխոսեմ։ Ազատությունից զրկված անձանց իրավունքների մասով հատուկ նշեմ այն հանգամանքը, որ այստեղ քրեակատարողական ծառայությունը բավականին արտադատության նախարարությունը շատ արձագանքողական են եղել խնդիրներին, անընդհատ նաև կառուցողական քննարկումներ են մեզ հետ ունեցել հարցերի հետ կապված եւ հատկապես շենքային պայմանների բարելավումների առումով շատ գովելի է վիճակը, որովհետեւ նախորդ մի քանի տասնամյակներում որևէ կերպ բարելավում չունեցող շենքային պայմանները այսօր լուրջ փոփոխություններ են կրում, սա շատ լավ ցուցանիշ է, բայց ազատությունից զրկված անձանց իրավունքների մասով նախորդ տարվա կտրվածքով պետք է հատուկ շեշտադրեմ ինքնասպանությունների եւ ինքնավնասումների դեպքերի շատ բարձր ցուցանիշը, նաեւ հատուկ սրա մասին ինքս խոսել եմ, օրինակ 2025 թվականին մահվան 24 դեպք է տեղի ունեցել, որոնցից 8-ը ինքնասպանություն եւ այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ ըստ էության կրկնապատկվել է, իսկ ինքնասպանության դեպքերի ցուցանիշը ամենաբարձրն է եղել վերջին 15 տարիների կտրվածքով եւ այս առումով սա վկայում է համակարգային լուծումների բացակայության մասին։ Նկատի չունեմ ինչ-որ իրավական ակտերում կարգավորումներ ամրագրելու կոնտեքստում, որովհետև դրանք ամրագրվել են, բայց իրականում համապատասխան համակարգային լուծումներ ունենալու տեսանկյունից եւ սա ամենակարևոր խնդիրներից է, որը պետք է լուծում ստանա։ Շատ կարճ երկու խնդրի մասին էլ խոսեմ եւ փորձեմ ամփոփել, հետո հարցերի տեսքով երևի թե ավելի ճիշտ կլինի խնդիրները քննարկել։ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով ես ինքս եմ անընդհատ այցելում տարբեր հաստատություններ, այստեղ էլ խնդիրները բազմաթիվ են, հատկապես պետք է ամեն ինչ բոլորս անենք վատ վերաբերմունքի դեպքերը կանխարգելելու առումով, բայց այս առումով հատկապես կարևոր է նաեւ ոչ հոժարական հոսպիտալացման ընթացակարգերի պատշաճ պահպանման կարևորությունը, որը շատ դեպքերում խախտվում է, իսկ մի շարք դեպքերում, ինչպես արդեն նշեցի, նաև արկա է դատական իշխանության մարմինների գիտելիքների հմտությունների կատարելագործման անհրաժեշտություն ոլորտի հետ կապված, նկատի ունենալով այն ընդհանուր պրակտիկան, որը մենք ամփոփում եւ վերլուծում ենք, նաև շատ դեպքերում անձանց համար անվճար իրավաբանական օգնության հասանելիության հետ կապված կան խնդիրներ, որովհետև մենք պատկերացնում ենք, հա, սա ինչ խմբի մասին է խոսքը եւ իրապես անչափ կարեւոր է, որ իրանք պատշաճ իրավաբանական օգնություն ստանան եւ այս առնչությամբ դարձյալ պատրաստվում ենք հետագա ընդհանուր քննարկումներ ունենալ տարբեր մարմինների հետ։ Իրավահավասարության եւ հակախտրականության ոլորտը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իրապես լրջագույն խնդիրներ ունի ու շատ խնդրահարույց է մնում, հատկապես նախընտրական ժամանակահատվածում, եթե միայն խոսքի տեսակներին անդրադառնանք, գրեթե բոլոր հիմքերով ատելության ու խտրական խոսքի դրսևորումներ են արկա, երևի թե հատուկ պետք է չի հիմքերը թվարկել, որովհետև չկա մի հիմք, որը կարող ենք ասել, որ այս հիմքով չկա խտրական կամ ատելության խոսքի դրսևորում, կանանց հաշմանդամություն ունեցող անձանց կամ հենց հաշմանդամություն ունենալու հիմքով, ազգային էթնիկ պատկանելության, կրոնական համոզմունքների հիմքով, այսինքն գրեթե բոլոր հիմքերով ես պահանջում եմ իրականում բոլոր դերակատարներից, որպեսզի նրանք իրապես շատ զգայուն լինեն, զերծ մնան այսպիսի խոսքի տեսակներից, բռնի տեղահանված անձանց փախստականների իրավունքների հետ կապված դարձյալ շարունակել ենք խնդիրները հասցեավորել եւ ես նաեւ հատուկ շեշտադրում եմ նաեւ այս խմբի նկատմամբ զգայունության կարեւորությունը։
Եվ պարզապես հատուկ նշեմ գտնվելու վայրն անհայտ անձանց եւ Ադրբեջանում ապօրինի ազատությունից զրկված անձանց իրավունքները եւ այս անձանց ընտանիքների իրավունքների հետ կապված հարցերը, որը մենք ամենօրյա ռեժիմով ենք հասցեավորում եւ ես մեկ անգամ էլ շեշտադրում եմ, որ այս անձանց իրավունքները պետք է գտնվեն իրապես ուշադրության կենտրոնում, իսկ Ադրբեջանում ազատությունից զրկված անձինք միանշանակ պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Երևի թե ես այստեղ կանգ առնեմ, շնորհակալություն հայտնեմ բոլորին կարևոր համագործակցության համար, թե հանձնաժողովին նաև բոլոր ներկայացուցիչներին անհատապես, որովհետև իրոք շատ կարևոր ու արդյունավետ համագործակցություն ենք ունեցել քաղաքասարակության գործընկերներին, պետական մարմինների գործընկերներին, իմ աշխատակազմին եւ մնացյալ հարցեր ուրախ կլինեմ հասցեավորել արդեն հարցերի տեսքով։